Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, որ ոչինչ հենց այնպես չի կարող լինել, ուրեմն մի բան արել է։ Այս ողջ Եվ այս ամենով ինչ են ուզում ասել, ինչ կարելի է սպասել։ Այս ողջ ընթացքում թիրախավորվել են բոլոր այն մարդիկ, բոլոր այն գործիչները, որոնք այս իշխանությունից տարբերվող տեսակետ են արտահայտել, կոնկրետ այս դեպքում եւ Սամվել Կարապետյան եւ Կարեն Կարապետյանի դեպքում իրենք մարդիկ են, ովքեր մշտապես պաշտպանել են հայկական շահը, մշտապես իրենց հեղինակությունը, իրենց ռեսուրսները եւ իրենց բոլոր հնարավորությունները օգտագործել են հանուն Հայաստանի Հանրապետության։ Այս իրավիճակում իշխանության համար ո՞րն է վտանգավորությունը կամ վտանգավորության գիծը, դա այն է, որ ստեղծված իրավիճակում այդպիսի մեծ հեղինակություն ունեցող անձը արտահայտել է դիրքորոշում, դա արտահայտել է հրապարակային, պաշտպանելով հայոց եկեղեցին, պաշտպանելով այն ինստիտուտը, որը հայոց ինքնությունն է պահպանել դարերով եւ հազարամյակներով, եւ այս իրավիճակում թիրախավորվել է։ Միջև այս ինչ էր թիրախավորվել Մայրաթոռը, որովհետեւ Մայրաթոռը եւս այն կենսունակություն ապահովող ինստիտուտներից է եղել, որ այսօր հիմնական խոչընդոտն է այս իշխանությունների հակահայ քաղաքականության իրացմանը, որը արտահայտում է գրեթե բոլոր հարթությունները սատարումն են հայտնում, սա այն տասնամյակների աշխատանքի արդյունքն է, որը յուրաքանչյուրը տեսել է եւ բնականաբար դա այսօր իր արտահայտումը ստանում է նաեւ այստեղ այս իրավիճակով պայմանած, որովհետեւ այստեղ որևէ մեկը որևէ հավաք չի հրավիրել, որևէ միջոցառում չի կազմակերպել, այն մարդիկ, ովքեր այստեղ կանգնած են, բոլորը տեսել են, ֆիքսել են լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով եւ եկել են, եւ սա այն գնահատականն է, որը Սամվել եւ Կարեն Կարապետյանները վաստակել են իրենց աշխատանքով, հանուն իրենց ժողովրդի եւ հանուն իրենց պետության, որը կրկնում եմ աշխարհի բոլոր հատվածներում, երկրի ներսում, դրսում բոլոր տեղեր օգտագործել են, իրացրել են։ Նիկոլ Փաշինյանը նրանց չակերտավոր բարերարներ է անվանում։ Նիկոլ Փաշինյանը ձայնը ինչ են սկսել ակտիվանալ, նրանց կլրեցնեն այնպես, որ այլևս նրանց ձայնը լսելի չլինի։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից փորձել է լրացնել բոլոր այն ուժերին, այն գործիչներին, ովքեր իրենց քաղաքական դիրքորոշումը չեն կիսել, իրենց մոտեցումները չեն կիսել եւ առաջնորդվել են բացառապես պետական շահերով։ Հիմա այս փուլում որպես թիրախ ընտրել են Սամվել Կարեն Կարապետյաններին, հաշվելով այն հանգամանքը, որ բավական հստակ նաեւ իր հանրային ուղերձով Սամվել Կարապետյանը հանդես եկավ ի սատարում հայոց եկեղեցու, արժևորելով նրա դերը այս հարյուրամյակների, հազարամյակների ընթացքում եւ իր անվերապահ աջակցությունը հայտնելով հայոց եկեղեցուն։ Բնականաբար այս իրավիճակում բոլոր այն ուժերը, մարդիկ, գործիչները, ովքեր հանդես են գալիս ազգային դիրքերից, ովքեր հանդես են գալիս այս պարագայում նաեւ հայոց եկեղեցու պաշտպանության տեսանկյունից, բնականաբար թիրախավորելու են եւ ես չեմ կարծում, թե իրենց համար Կարապետյանների ընտանիքի համար սա եղել է որևէ անսպասելի բան, իրենք գիտակցված են գնացել սրան, իմանալով որ կա դրված Հայաստանի խնդիրը, մեր պետականության խնդիրը եւ իրենք կանգնել են այդ պետականության պաշտպանության հիմքում։ Այս կշարունակվի, ովքեր աջակցություն են հայտնվում, եկեղեցում կհայտնվեն իրավապահների թիրախում։ Ոչ միայն եկեղեցու, այս 7 տարիների ընթացքում նաեւ դուք լրատվամիջոցների հարգելի գործընկերներ, դուք եք նաեւ ձեր լուսաբանումներով ֆիքսել այն ամենը, ինչ որ տեղի ունի երկրում, իրավունքի խախտումներից միջև տարբեր մարդկանց, գործիչների, հասարակական նաև գործիչների թիրախավորում, ես սա մեկ փուլով բաղկացած չէ, սա տարբեր հարթություններում, տարբեր շերտերով արտահայտված է եղել, ոչ առաջին անգամ, բայց այս դեպքում արտահայտվել է Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Գրառումներ չէր անում, բայց այսօր լայն թափով սկսեց եւ ավելի կոշտացրեց իր գրառումների բովանդակությունը, ինչով եք պայմանավոր եւ այսօրվա արդեն այս գրառումները։ Դա պայմանավորվածանով, որ ինքը լավագույնս գիտակցում է, թե ում հետ գործ ունի, Սամվել Կարապետյան ունի բավականին մեծ հեղինակություն, այո, ոչ միայն երկրի ներսում, այլ դրսում, իսկ սրբազանների հետ կապված իրավիճակը բնականաբար ստեղծված իրավիճակում փոխկապակցված է, որտեղ Սամվել Կարապետյանը հանդես է եկել որպես Մայրաթոռի հայոց եկեղեցու պաշտպանության դիրքերից եւ բնականաբար այս տեսանկյունից հարվածները ուղղված են ոչ միայն հոգեվորական, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր այս փուլում վճռական են եւ իրենց դիրքորոշումը հրապարակային արտահայտում են։
Ինչ եք կարծում, արդյոք այս սատարումն է ոստիկանների չակերտավոր հապաղելու պատճառը։ Անկեղծ ասած չեմ կարող ասել թե իրավապահների գործողությունը ինչով են պայմանավորված, բայց չեմ կարծում, որ իրենց համար որևէ անակնկալ բան է եղել, որովհետև իրանք լավ գիտեն, թե ինչպիսի հեղինակություն եւ դիրք ունի Կարապետյանների ընտանիքը եւ մեր երկրում եւ երկրից դուրս եւ ստեղծված իրավիճակում կարծում եմ գործելուց առաջ յուրաքանչյուրը պետք է մեկ քայլ առաջ մտածի, նոր շարժվի, որովհետեւ ապօրինի հրամաններ կատարելը ոչ միայն պատասխանատվություն է ենթադրում այդ ապօրինի հրամանատվողներին, այլ դրանք կատարողներին։ Հատկապես որ ոստիկանությունը առհասարակ ուժային համակարգը լավագույնս տիրապետում է, թե ինչ հրանգներ է իրենց իջեցվում, դրանց քաղաքական բնույթը, դրանց անօրինական բնույթը եւ ովքեր դրա տակ մտնում են, դրա համար վաղ թե ուշ պատասխան են տալու։ Ներս մտել եք։ Ոչ, ես պարոն Կարեն Կարապետյանի հետ եմ հանդիպել, ոչ, Կարեն Կարապետյանի հետ եմ քիչ առաջ զրուցել, խոսել ենք մի փոքր իրավիճակի մասին, հետագայում երբ որ նա անհրաժեշտ համարի, կարծում եմ անհրաժեշտ բարձրաբանումներ կտան։ Չկա ներս մտելու։ Դեռ չեմ հասել, ճիշտ ասած չեմ ճշտել։ Միջոցների մասին եք խոսում, հանդիպումներ ունեցել եք Սամվել Կարապետյանի մասին է խոսքը, թե քաղաքական ուժերին չհաջողվի իրենք իրենց միջոցներով Չեմ խոսել, կարծում եմ եթե դրա կարիք լինի հետագայում իրենք դրա կբարձրաբանեն։ Շնորհակալություն։